Պատվաժան դատարան, սույն քրեական գործը ձեր քննության առարկա հանդիսացող անջատվել է քննչական կոմիտեի համապատասխան գլխավորություն քննվող քրեական վարույթից, եւ այդ քրեական վարույթի անջատվելու որոշումը չի համապատասխանում քրեադատավարական պահանջներին, այսինքն քրեական գործից վարույթից վարույթ անջատելու դեպքում պետք է առանձնացվեն վերաբերելի նյութերը եւ դրան կցվեն ամբողջ վարույթի ցուցակ, որը պետք է հասանելի լինի վարույթի մասնակիցներին հասկանալու համար, թե վարույթը ինչ էություն ունի եւ դրանից ինչ է անջատվել։ Գաղտնիք չեմ բացահայտելու, դա հանրահայտ փաստ է, որ այդ քրեական վարույթը, որը քննվել է քննչական կոմիտեում, հարցակնվել են բազմաթիվ անձինք, հարցակնվել են հայրաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի բոլոր քահանաները, անխտիր, եղել է այլ մեղադրյալ եւ դուք քրեական գործի նյութերին ծանոթանալուց չեք տեսնի որևէ մեկի հարցակնության արտանետություն։ Վերաբերելի չենք համարել, չենք անջատել, բայց առնվազն ցուցակով մեզ համար պետք է պարզ լինել, որ այդպիսի հարցակնության արտանետությունները առկա են, այդ անձինք հարցակնվել են, եւ ես դատարանին որպես վերաբերելի հանգամանք միջնորդում եմ վարույթ իրականացնող մարմնից, այն է Հայաստանյան քննչական կոմիտեի սահմանադրական կարգի պետության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունից պահանջել սույն քրեական գործին որպես վերաբերելի ապացույցներ գցելու համար այդ հարցակնված բոլոր անձանց հարցակնությունների արտանետությունները։ Պատվաժան դատարան, ես նայում եմ գործի գրոջած միջնորդությանը, բայց ավելի մեծացնում եմ ծավալի միջնորդությամբ։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ մեղադրանքի կողմը բացարձակապես իրավունք չունի պաշտպանության կողմը փոխարեն որոշել, թե այդ գործի նյութերին որոնք կարող են պաշտպանական առումով վերաբերելի լինեն կամ ոչ։ Այսինքն ինչա տեղի ունեցել, իրենք քննել են այս գործը, ամբողջությամբ քննելուց հետո որոշել են, որ X հաստատող վերաբերելի է, մնացածը ոչ։ Մենք երկու տարբերակ ունենք, որ մեղադրանքի կողմը կարող է ուղղակի այդպիսի պատկերացում ունենալ, այդ պատկերացումը որ շատ օբյեկտիվ է, իրենց տեսանկյունից, փորձել են հնարավորինս վերաբերել ինտերպրետացնել, բայց իրենց պատկերացրած ձև։ Այսինքն իրենք մեղադրական թեքուն է, ինչքան էլ փորձեն արդարացնողները դիտարկեն, չդիտարկեն եւ այլն, բայց մենք դրա համար ենք այստեղ, աշխատանքության կողմ, ովքեր որ իրենք պետք է գնահատեն գործի որ հաստատող հնարավորությունների մեղադրանքից Առավել ևս երբ որ ցուցմունքը չի տալիս մեղադրյալը, մեղադրյալը կարող է մարտավարությունը հետագայում ցուցմունք տալու եւ կարող է ցուցմունք տալու ժամանակ վերաբերելի լինել։ Պաշտպանական մարտավարություն չպետք է ելնի սահմանափակվելով մեղադրանքի կողմի հաստատների եւ վերաբերության մեղադրությունից։ Հետևաբար իմ ասած կանոններում, որ դատանու միջնորդում են այն ամբողջ քրեական գործը դեսպանական։ Այդ ամբողջ քրեական գործը պահանջի, որպեսզի մենք դրանց մեջ ինքներս գնահատենք, թե որն է որպեսզի պարզ լինի, ստացվում է, որ մեղադրանքի կողմը մեզ անհավասար վիճակի մեջ է։ Որտեղ երկրորդ տարբերակները մենք դա հաճախ հանդիպում ենք, եւ կոնկրետ գործերով կոնկրետ ապացույցներով հաստատում, որ մեղադրանքի կողմը դիտավորյալ կերպով արդարացնող ապացույցները չի ներառվում գործի նյութերի մեջ։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, հաճախ ինչ ենք մենք ասում, տեսեք, ենթադրաբար իհարկե քանակական ապացույցներից չորոշում են, բայց քանակ ուրիշ քրեական նշանակություն ունի։ Եկեք պատկերացնենք պայմանականացած 10 ապացույց կա մեղադրանքի եւ 14 ապացույց կա արդարացնող։ Մեղադրանքի կողմը 14-ից 3 արդարացնող կցում է, մնացածը մեղադրյալ։ Այս պայմաններում, եթե դատանությունը արտում է, իդեալական արդար որոշումը պայմանական, դատան համար լինի մեղադրական։ Բայց եթե ամբողջության մեջ դիտարկել մյուս ապացույցների, արդարացման Հիմա մենք ոչ թե պետք է եղած նյութերի շրջանակում փորձենք արդարադատություն իրականացնել, այլ ընդհանրապես օբյեկտիվ իրականության մեջ պետք է արդարադատություն իրականացնել։ Դատան ընդհանրապես ինչ է տեղի ունեցել, այս դեպքերի հետ կապված դրանց համակցության մեջ պետք է գնահատել։ Հիմա եթե մեղադրանքի կողմի համար պարտական չէ, որ օրենքացումը ոչ միայն մեղադրող ապացույցներ պետք է ձեռք բերի, այլ նաև արդարացնող ապացույցներ պետք է ձեռք բերի։ Հիմա մենք ակնկալում ենք, որ արել են այդ աշխատանքը, բայց գուցե իրենց պատկերացման արդարացնող չի, բայց մեր պատկերացում արդարացնող։ Մի փոքր էլ ավելացնում ու ավարտել։ Իսկ պաշտպանության կողմը իրավունք ունենա մեղադրանքի կողմի փոխարեն, որոշի թե որոնք են մեղադրանքի ապացույցները։ Ասենք մենք ենք որոշում,
մենք այդպես հնարավորություն որոշում ենք, այս ամբողջ քրեական գործը թերթում ենք, ասում ենք վերաբերելի ապացույցները սրանք են։ Կարող է ես լավ չպատկերացնեմ, որ X ապացույցը մեղադրական է։ Չներառը օբյեկտիվ լինելով հանդերձ։ Նույնն իրեն չեն կարող մկրտի սրբազանը ընտրել է պաշտպանություն։ Պաշտպանները կոնկրետ մասնագիտացած են պաշտպանություն իրականացնելու հարցում եւ ունեն կոնկրետ մարտավարություն իրենց մտքերով, լավ թե վատ, ավելի բարձր գիտելիքով, ավելի ցածր, բայց այս անձին պետք է որոշեն պաշտպանություն։ Հիմա օրենքի տեսանկյունից մենք հանձնվել ենք մեղադրանքի կողմի հայեցողությանը, ցանկությանը, գիտելիքին, չենք վիճակի ոչինչ, բայց ամեն մեկի իր մտքերի պաշար ունի։ Ու հիմա ստացվել է, որ շրջանակում դատանը պետք է բնորոշել։ Ինչը ի սկզբանե ամբողջ պրոցեսը անարդար է հասցնելու եւ մենք չենք կարողանում հավասար պայմաններում մեղադրանքի կողմը վիճակի։ Իսկ կոնկրետ իրավիճակում գործընկերը նաեւ նկարագրել։ Օրինակ մենք գտնում ենք, որ ասենք կոնկրետ կանոնների ցուցումները արդարացնող բանի չի կասում։ Իրեն գտնում են, որ վերաբերելի է։ Զրկված չեք անում որպես բայց ինչի մենք պետք է հիմա դրա մասին մտածենք այն տեսանկյունից, որ քրեական գործում դա կա։ Այսինքն կարող է քրեական գործում այդ տեսանկյունից կա, պատկերացնում այլ ցուցում կա դրել, դատանում այլ ցուցում կա տալիս։ Օրինակ եմ ասում։ Դրա վրա կառուցում ենք մեր մարտավարությունը կամ ուրիշ ապացույցներ կա, որ մենք չգիտենք, բայց կա։ Ինչ ենք անում, փակ աչքերով հավատանք, կներեք չեն հավատում, ոչ թե կոնկրետ մեղադրյալներին է վերաբերում, մենք պաշտպանության կողմն ենք, չենք հավատում, որ մեղադրանքի կողմը այդքան օբյեկտիվ է եղել մեր, իսկ եթե օբյեկտիվ է եղել, այդ պատկերացումները պաշտպանական կողմին ունեցել են, որպեսզի հենց այդ տրամաբանությունից բայց դա փոքր նույնանց է, նախծավալը չգիտեմ ինչքան է, նախաքննությունը շարունակում է։ Այո, նախաքննությունը շարունակում է, ինչքան է վերաբերել, ինչքան է թույլատրել ներկայային ստեղ քննարկման հարակադարձն մի բան, որտեղ նախաքննությունը դեռ շարունակում է մյուս բանը։ Տեսեք, ձեր ասած իմ համար շատ հասկանալի է, չեմ բայց մենք հիմա դուրս են գալիս ոչ շահից, նախաքննության գաղտնիության շահից ստորագրելու մեղադրի պաշտպանության իրավունքը։ Եթե դա է այդպես, եկեք ֆիքսենք, որ այդ ձևով ենք առաջ գնում, որովհետև իմ համար նախաքննական գաղտնիքը ոչ մի դրամփակ դատական իստերում է, բայց ունենանք այդ ինքը, որովհետև իմ համար իմ վստահորդի շահերն են կարևոր եւ օրենքները այդպես, ինքը այնպես չէ, որ հիմնարար իրավունք է պաշտպանության իրավունքը։ Այնպես չէ, որ ինքնազին նախաքննական գաղտնիքի ստորագրացումը, եթե բարձր չլինի, հաստատ չի ստորագրացվի։ Հիմա ասել, որ գիտեք ինչ կա, որ նույնն էլ ասում, իսկ եթե ձեր պատկերացման մեջ օբյեկտիվ իրականության մեջ պարզվում որ այնտեղ ապացույցներ կան, որ դուք չգիտեք, մենք էլ չգիտենք։ Արդարացվեց դա նախաքննական գաղտնիքի պահպանումը, բայց դուք ձեր որոշումը հետագայում կլինի ոչ արդար։ Անձը կարող է հանկարծ ազատազրկվի եւ այլն, մենակ դրա համար, որ չգիտեմ, մեղադրանքի կողմի պատկերացումների համար են մենք այստեղ շարունակել ենք այդ հավասարությունը տրամաբանության։ Իսկ մրցակցությունը պարտական չէ, մենք ի սկզբանե հավասարապես պետք է մրցակցենք, իսկ իրենք այս բանը ունեցել են հնարավորություն, անհավատություն ունենալու։ Ավելին ուզում եք ձեզ ասեմ, իրենք գիտեն այնտեղ ինչ կա, վաղը մի օր այդ տրամաբանության մեջ քննություն կանեն, ու մենք ունենք բազմաթիվ դեպքեր, որ գնում են այն գործի նյութերից բերում են նոր ապացույց են ներկա։ Իրենք ունեն ավելի լայն հնարավորություն, իսկ մենք չունենք։ Ուզում եք հստակեցնենք, եկեք հստակեցնենք, օրինակ իմանանք, որ մեղադրանքի կողմը այդ գործը ապացույց չի բերել այս գործը ներկայացնել։ Օրինակ, ասենց հստակեցումներ ունենանք, մենք իմանանք ինչի է պետք պայքարելու։ Որտեղ մենք հենց դատարանի իմաստն անում, որ մեր համար ամեն ինչ պետք է բացվի։ Բայց մենք այս անկյունի հետ կրկնելու ենք։ Բավոր հանկարծ մեղադրանքի կողմը այնտեղ էս ինչ ունենա, բավոր հանկարծ սավ էի, բավոր հանկարծ էս ինչ գործողություն ա։ Այսինքն ինչի պետք է նրա փակ դիրի, եւ մենք մեր մարտավարությունը չկարողանանք հրաժեշտ իրացնել։ Ես կարծում եմ, որ սա լուրջ խնդիր է, կիսելով ձեր մտահոգությունը նախաքննական գաղտնիքեր կապի, բացարձակապես չեմ վիճակում ձեր հաստատել, բայց ես կարծում եմ, որ սա ավելի մեծ հաստատ չէ, քան պաշտպանության իրավունքը։